Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր զրուցելու ենք շատ տարածված մի խնդրի մասին, դա ստամոքսի քաղցկեղն է, ինչ պատճառներ այն ունի, որ այսչափ տարածված է եւ կանանց եւ նմանապես նաեւ տղամարդկանց շրջանում։ Ես իրոք զրուցելու եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուռուցքաբան վիրաբույժ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Բադալյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր զրուցակիցն եք։ Եվ փորձենք հաղորդել պատշաճ ինֆորմացիա հեռուստադիտողին, այ քաղցկեղի շատ տեսակներ, նշվում է, որ այդպես էլ պատճառաբանությունը չեն գտել, թե ինչից են դրանք առաջացել։ Խոսենք նախ առաջացման պատճառից ստամոքսի քաղցկեղի, այ արդյոք Helicobacter pylori-ն դիտվում է սրա առաջացման հիմնական պատճառ, այս բակտերիայի շատ լինելը, խախտումը։ Իհարկե օնկոլոգիան զարգանում է ու տարիների ընթացքում, ասենք հայտնաբերում են նոր տվյալներ, նոր ինֆորմացիա, տարբեր ուռուցքների զարգացման, առաջացման եւ ընդհանրապես պրոգրեսիայի հետ կապված որոշակի ֆակտորներ, թե որ դեպքում ինչն է առաջնահերթ, ստամոքսի ուռուցքի համար կա որոշակի նախուռուցքային հիվանդություններ, որոնք որ բերում են ուռուցքի առաջացմանը, այդ արդեն հաստատված է, ու հիմնական պատճառը դա քրոնիկ ատրոֆիկ գաստրիտը եւ ստամոքսի պոլիպը, երբ որ մենք խոսում ենք Helicobacter pylori, այդ Helicobacter pylori-ն բավական հաճախ հանդիպող Հայաստանի տարածքում հաճախ հանդիպող ինֆեկցիան է, որը շատ տարածված է, բայց ասել, որ Helicobacter pylori-ն առաջացնում է ուռուցք, դա սխալ է, ասենք Helicobacter pylori-ն մեծ մասամբ առաջացնում է ուռուցքային պրոցեսներ, այսինքն որոշակի էտապներից հետո ինքը չի լինում հենց հիմնական պատճառը, առաջացնում է ասենք գաստրիտ, կարող է առաջացնել խոց, խոցի հետևանքով, եթե երկար ժամանակ քրոնիկ խոցի պարագայում առաջանում է պարտությունները խորացվում է, ասենք քրոնիկ բորբոքային պրոցեսները, հետագայում կարող է քրոնիկ ատրոֆիկ գաստրիտը, որը արդեն հաստատված է որպես նախառոցքային հիվանդություն, դա կարող է բերի հետագայում արդեն ուռուցքի ձևավորմանը։ Ասել, որ pylori, Helicobacter pylori հայտնաբերված է ու մշտական բոլոր մարդկանց մոտ կա առաջան ուռուցք, իհարկե այդպես չէ։ Ու եթե ասենք Helicobacter pylori ժամանակից տվյալներով արդեն բավական էֆեկտիվ բուժվում է ու ոչ բոլոր դեպքերում է դաժե անհրաժեշտություն է բուժում անել, որովհետև եթե կա կլինիկա կամ չկա կլինիկա, հիմնական հարցը դա է, իհարկե թեմայի մի քիչ ուրիշ ուղղություն է, բայց ամեն դեպքում իմ կարծիքով եթե կա որոշակի անհանգստացնող, ասենք ֆակտորներ, կա որոշակի կանգատներ, ամեն դեպքում ցանկալի է ավելի վաղ դիմել բժշկի կամ պրոֆիլակտիկ առումով կամ արդեն եթե ինչ-որ կանգատներ կա, որ ավելի շուտ հայտնաբերեն այս կամ այն պաթոլոգիան ու հետագայում ճշտել թե ինչ տիպի մոլեցում ձևավորել։ Այ խոսեցիք նաև ձեր խոսքում նշեցիք նաև գաստրիտի մասին, մշտապես գաստրիտ ունենալով ապրելը, այդ պահին հանգստացնող որևէ պրեպարատ ընդունելը, չէ՞ որ քրոնիկ գաստրիտի դեպքում մարդիկ այդպես ապրում են, հարմարվում են այդ խնդրի հետ եւ պարզապես հարցը լուծում են 1-2 հապ կուլ տալով։ Սա որքանով կարող է հանգեցնել հետագայում ստամոքսի քաղցկեղի։ Գիտեք, շատ կարևոր հարց է, երբ որ մարդիկ պատասխանատու վերաբերմունք են ցույց տալիս իրենց առողջության նկատմամբ եւ հետագայում եթե ասենք իմ կարծիքը ասեմ ընդհանրապես ուռուցքի ձևավորման մասին, դա вообще պատասխանատվությունների որոշակի էտապներ են եւ առաջինը ամենակարևորը թե մարդը ինչքան է պատասխանատու վերաբերմունք իր առողջության։ Եթե մենք տեսնում ենք հիվանդներ, որոնք բողոքում են կախված սննդակարգից, կախված ռեժիմից, կախված որոշակի, ասենք, օրվա ռիթմից, ինչ որ կա հարցեր, որ կանգատներ կա որոշակի խնդիրներ, իմ կարծիքով ինքնուրույն առանձին հավերի ընդունելով այդ պահի տակ, ասենք, որոշակի էֆեկտ ստանալով, չեմ կարծում, որ այդ ավելի ճիշտ մոտեցում է եւ ընդհանրապես երբ որ խոսում ենք ժամանակից բժշկության ավելի էֆեկտիվ բուժման մասին, պետք է միշտ նկատի ունենանք, որ հիմնական բուժման հիմքը դա կանխավ դիագնոստիկան է, այսինքն հետազոտություններ, որոնք որ պետք է կատարել ոչ թե ինչ որ սիմպտոմատիկայի դեպքում, այսինքն ոչ թե կանգատներ կան, այլ այն դեպքում, երբ որ մարդը հերթական անգամ գալիս է իր առողջական չեկապանելու համար եւ հայտնաբերում են որոշակի տվյալներ կամ սիմպտոմատիկայի բացակայության պարագայում հայտնաբերում են որոշակի պաթոլոգիաներ, որոնք որ չունենալու ոչ մի կլինիկական արտահայտություն, արդեն հիմք է որոշակի հիվանդությունների զարգացման։ Եվ ամենակարևոր հարցը, ինչքան շուտ է հայտնաբերում, այնքան ավելի հեշտ է բուժվում, ինչքան հեշտ է բուժվում, հետագայում ինքը ավելի շուտ է առողջանում,
եւ շանսը հետագայում, ասենք, լավ արդյունք ստանալու երկարատև եւ անհոգ կյանք ապրելու շատ ավելի մեծ է։ Ավելի մեծ, այո։ Վիրահատությունները տարբեր կերպ փոփոխվել են վերջին ժամանակներս, այսինքն եթե համեմատում ենք 10 տարի առաջվա, այդ բոլոր վիրահատությունները ասես ավելի նոր մեթոդներ, նոր մոտեցումներ, ավելի քիչ ինվազիվ եւ այլն։ Այս առումով արդյոք փոխվել է մոտեցումը ստամոքսի վիրահատության հանդեպ, քաղցկեղի դեպքում։ Ստամոքսի վիրահատության նկատմամբ, ասենք, մոտեցումը իհարկե զարգանում է, անկալոգիան բավական մեծ թափերով զարգանում է ու հիմնական ուղղությունը ես չի ասի, որ մեծ թափով վիրաբուժական մոտեցումներն են փոխվում, ավելի շատ փոխվում է թեորիկային բուժումը։ Եթե ես, ասենք, իմ հիշողության մեջ 90-ականների սկզբին, երբ որ առաջի քայլերն էին անում Մոսկվայի ոնկոլոգիայի կենտրոնում, երբ հիշում եմ, ասենք, ստամոքսի ուռուցքը ինքը միակ հնարավոր ու ամենաէֆեկտիվ բուժում համարում էր վիրաբուժականը, ու շատ կարևոր հարցը մեր, ասենք, կարելի ասել, վերջնական եզրակացությունը նրանում էր կարելի է վիրահատել ժամանակին ճիշտ, ու եթե կա լիմֆատիկ հանգույցներում տարածվածություն, ոչ թե ստամոքսի կոնկրետ տարածվածության, այլ լիմֆատիկ հանգույցների մասն է խոսքը, իհարկե եթե բացակայում են ուրիշ օրգաններում, մարդ համարում էր առողջացած, ու երկար ժամանակ հետազոտությունների ընթացքում հաստատվում էր այդ հարցը փաստը, այսինքն ինչքան շուտ էին հայտնաբերում, ինչքան շուտ էին վերահատում, ու դրանից հետո արդյունքը շատ ավելի լավ էր լինում։ Բայց ժամանակից ոնկոլոգիայում կա նոր պրեպարատներ, որոնք որ հիմնված են ավելի մանրամասը ուռուցքային տարատեսակը գնահատելու եւ որոշելու թե ինչ տիպի թեղերով է ճիշտ բուժել, եւ այդ թեղերը արդեն իրականում մեր հասանելի են մեր բժշկության մեջ, եւ աշխարհում մեկ եւ Հայաստանում էլ կարելի ասենք օգտագործել եւ նշանակել այնպիսի տեղեր, որոնք որ ավելի թիրախային են, ավելի, ասենք, ուղղված են կոնկրետ ուռուցքի տարատեսակից ելնելով եւ էֆեկտիվությունը միանգամից շատ ավելի բարձր է։ Եվ ընդհանուր առմամբ, եթե ես ասի, որ սկզբնական 90-ականներին միշտ խոսքը գնում էր ստամոքսի բուժումը, ուռուցքի բուժումը դա վիրաբուժականն էր հիմնական, հիմա խոսքը գնում է կոմբինացված բուժման մասին, այսինքն եթե կա էֆեկտիվ թեորիկային բուժում, սկսում են էֆեկտիվ թեորիկային նախավիրահատական հետապով, այսպես կոչված նեոադյուվանտ թերապիա, վիրահատությունը դա էտապն է բուժման եւ դրանով չի ամեն ինչ ավարտվում, եւ դրանից հետո հետվիրահատական, ասենք, անհրաժեշտության դեպքում շարունակվում է դա կախված է ուռուցքի պատի, ստամոքսի պատը թե ինչքանով է ներաճած ուռուցքը, ինչ չափով է ներթափանցում, կա ուրիշ օրգաններում, այդ ամեն ինչը կախված է թե որ էտապում է հայտնաբերվում։ Եթե վնասակար սովորույթները վերցնենք, ապա դրանք թվարկվում են գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում։ Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, յուղոտ կծու սնունդ ուտելը, արդյոք այս ամենը կարող է կապ ունենալ ստամոքսի քաղցկեղի առաջացման հարցում, թե այստեղ գենետիկ նախատրամադրվածությունը երևի թե ավելի տեղական է։ Վերջնական հաստատված գենետիկ մուտացիաներ, որ կախված, ասենք, որից կախված առաջանում են մարդկանց մոտ ստամոքսի ուռուցք, իհարկե ներգրավության մեջ դեռ չկա, բայց հավանական մենք չենք հասել երևի այդ ինֆորմացիան վերջնական, ասենք, չի գնահատվել ու որոշ ուռուցքների դեպքում ինչ որ նախկինում նույն չենք հայտնաբերում, հիմա արդեն նույն վահանաձև գեղձի ուռուցքի ժամանակ, հսկայի գեղձի ուռուցքի ժամանակ, ծվարանի ուռուցքների որոշ դեպքերում արդեն կարելի է հայտնաբերել, բայց այստեղ խոսքը գնում է այն մասին, որ վնասակար սովորությունները բերում են որոշակի պաթոլոգիաների, դա խոսքը գնում է քրոնիկ process-ների, որոշակի քրոնիկ, ասենք, որ ավելի པարզ լինի դա այն process-ներն են, որ երբեմն ունեն սրացումներ եւ ավելի հանգիստ էտապներ, ժամանակաշրջան, որ այդ նորից էլի կրկնվում, այսինքն հիվանդությունը լրիվ չի անցնում։ Եվ նորից ասեմ, քրոնիկ ատրոֆիկ գաստրիտը, որը երկար ժամանակ, ասենք, ռեժիմից, ասենք, սովորությունների ֆոնի վրա նույն ծխելույն, խմելույն, ասենք, ոչ նորմալ ռեժիմով սնվող մարդիկ, իրանց մոտ շատ ավելի ռիսկային է եւ այդ ռեժիմը բերում է իմ ասած քրոնիկ process-ը, որը արդեն որպես հաստատված, ասենք, փոփոխություններ է բերում լորձաթաղանթի ստամոքսի, այսպես կոչված մետապլազիաներ, աղիքային տիպի մետապլազիաներ, որ արդեն նախաուռուցքային էտապներ է, որ հետո բերում է արդեն ուռուցքային ձևափոխման։ Պարոն Բադալյան, կխնդրեի մեր հեռուստադիտողի ուշադրությունը սևեռեիք այն ախտանշանների վրա, որոնք կարող են խաբուսիկ թվալ, այլ մարսողական համակարգի ընդհանրեն խնդիրների հետ շփոթելու առիթ տալ, սակայն այստեղ խնդիրը ավելի անհանգստացնող պետք է լինի, որովհետեւ զգոն լինեն ավելի խնդիրը։ Իհարկե, ասել որ որևէ սիմպտոմ, որից կախված արդեն կարելի է որոշել, որ ստամոքսի ուռուցք է, չկա այդ տիպի
տեղափոխություններ, սիմպտոմներ, բայց ամենակարևոր հարցը, որ պետք է նորից եմ ասում, պատասխանատվության առաջի ու ամենակարևոր էտապը մարդը զբաղվում է իր առողջությամբ լուրջ պատասխանատու վերաբերմունք ունի, ամենակարևորը, եթե կա անհանգստացնող բան ուտելուց հետո որոշակի ցավծանրության զգացում, սրտխառնոց, երբեմն կարող է սրտապոց լինի, երբեմն աղեստամոքսային տրակտի որևէ ասենք պաթոլոգիկ արտահայտումներ դա արտահայտված կուտակումը եւ կազարդարությունը երբեմն լինում է սպաստիկ ցավեր, երբեմն կազարդարության որոշակի խնդիրներ, ամեն ինչը նշան է, որ ինչ որ մի բան նորմալ չէ, ասել որ աղեստամոքսային տրակտ է, այսպես ասեմ, սկսած բերանի խորոչից, վերջացրած հետ անցքով, այդ ամեն ինչը համակցված է ու ստամոքսի կոնկրետ, ասենք, որոշակի սիմպտոմատիկա, որ բերում է ու, ասենք, երևում է դրանով կարելի է միանգամից դնել, իհարկե ժամանակից դիագնոստիկ սարքավորումների եւ ընդհանրապես գիտության զարգացման պարագայում շատ հեշտ է ավելի էֆեկտիվ եւ ավելի ճշգրիտ կարելի է հաստատել, թե որ օրգանոմի ձևով է։ Ճիշտ է, որ այն պրեպարատները, որոնք կարող են, ինչպես դուք նշեցիք, ժամանակավոր այդ այրոցի զգացումը մեղմել, ստամոքսի ցավը մեղմել, այդ պրեպարատների մշտական օգտագործումը ինքնին կարող է առաջացնել ստամոքսի քաղցկեղը։ Շատ կարևոր հարց է, երբ որ մենք խոսում ենք առողջության մասին ու ընդհանրապես առողջությունը մեր ձեռքում է, մեր հարստությունը երբ ամենամեծ ու ամենակարևոր, մեր ոնց որ երբեմն ասում են աչքի պետք է նայել, մեր բնության կողմից, այսինքն մեր ծնողների շնորհիվ մենք ստացած մեր հարստությունը մենք ծախսում ենք, այսպես ասեմ, կամ անպատասխանատվություն վերաբերմունքով մենք պրոստը փոփոխում ենք ու ցավոք սրտի բերում ենք առողջության խնդիրների առաջացման, այսինքն պատասխանատվության առաջի էտապը, երբ որ մարդը ինքն իր առողջությանն է պատասխանատու է վերաբերում, խոսքը գնում է, եթե ինչ-որ սիմպտոմատիկա կա, դիմել բժշկի, հետազոտություններ անցկացնել, երկրորդ էտապը պատասխանատվության շատ կարևոր թե առաջի էտապի բժիշկները ինչքանով են պատասխանատու վերաբերում ճիշտ դիագնոզում, ճիշտ հայտնաբերում, երրորդ էտապը, երբ որ ստացիոնար բժիշկները նույն հայտնաբերված խնդրումը ճիշտ են բուժում, եւ շատ կարևոր մի հատ պատասխանատվության հարց է իմ կարծիքով, ես առանձին միշտ առանձնացնում եմ, դա հարազատների, բարեկամների վերաբերմունքն է, որ խորհուրդում են, խորհուրդ են տալիս, որտեղ մեր հայկական մենտալիտետը մի քիչ ուրիշ է, որ ասենք լսում են, ասում են մեծ մասամբ դե լավ ոչինչ այդ կանցնի, այսօր չի ցավում, վաղը կանցնի, բայց այդ խնդիրները, երբ որ կողքից հարազատը բարեկամ ավելի սրտացավ վերաբերում կողքից ավելի ճիշտ, ավելի մոտեցումը, ավելի, որովհետև այսպես ասեմ, եթե կա խնդրեմ, որի լուծումը կարող է ինչ-որ ժամանակի կամ ինչ-որ որոշակի ֆինանսների կամ ծախս լինի, բայց այդ ամեն ինչը կբերի ավելի հարատև ու երկար առողջության, քան եթե հասցնել ավելի խնդիրների եւ ոչ թե միայն ժամանակ ու մնական մնացած ծախսերի մասին, մյուս կողմից էլ արդյունքը չի ստացվի այն ինչ որ ցանկանում։ Այո։ Շնորհակալ եմ պարոն Բադալյան ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Առողջություն ձեզ։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics